Երեխեք հրեշտակներ են, վերևում հերթով սպասում են, որ ընտրեն գան իրենց մամաների, պապաների մոտ։ 11 տարի փորձում ենք երեխա ունենալ ու չի ստացվում։ Ռինգեն արել են ձեզ։ Չէ, ասես պիտի հետազոտություն են արել դեպքում։ ասես կասկածում եմ։ Ինսեմինացիան ինքը հենց իրենով այնքան թանկ արժե։ Հանուր մի 3 միլիոն դրամի ծախս։ Ամեն տարի Հայաստանում մոտ 1000 երեխա ծնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Հայաստանում վիճակը գնահատվում է գրեթե ճգնաժամային։ Ամեն երկրորդ օրը ես լսում եմ ինչպես որևէ մանկահասակ աղջիկ 18-ից 22 տարեկան առաջին պտուղ է հեռացնում։ Այդ որտեղ եք լսում, կարելի է իմանալ։ Պետության հիմքը ընտանիքն է, իսկ ընտանիքի հիմքը երեխաները։ Այսօր Հայաստանում գրեթե յուրաքանչյուր 7-րդ ընտանիքը ցավոք չի կարողանում երեխա ունենալ։ Այդ մասին են վկայում առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ուսումնասիրությունները։ Վերջին 10 տարիների ընթացքում այդ ցուցանիշը նվազել է, բայց մենք դեռևս գտնվում ենք գրեթե ճգնաժամային գոտում, ընդամենը 14.9%։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Հայաստանում վիճակը գնահատվում է գրեթե ճգնաժամային։ Այսօր ազատ գոտում կփորձենք հասկանալ ինչ է արվում ծնելիությունը խթանելու համար մեր պետության կողմից եւ արդյոք պետությունն անում է ամեն ինչ, որպեսզի անպտղության ցուցանիշը նվազի։ Այդ մասին խոսելու ենք տաղավարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ։ Բարև ձեզ։ Կինով մեծ ցանկություն ունի մայրանալ Քրիստինե Խուդինյան։ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի անդամ, բժիշկ, մանկաբարձ, գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյան, լրագրող Լուսի Քոչարյան, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան եւ Արմինե Ավագյան, ով ունի արդեն երկրորդային անպտղություն։ Առաջարկում եմ նախ սկսենք Քրիստինեից, Քրիստինե կփորձեք պատմել ձեր պատմությունը։ Արդեն քանի տարի է փորձում եք երեխա ունենալ եւ ոչինչ չի ստացվում։ Արդեն 11 տարի է փորձում ենք երեխա ունենալ ու չի ստացվում։ Դիմել ենք բազմաթիվ բժիշկների, հիմնականում բուժումը կիսատ ենք թողել գումար չունենալու պատճառով։ Ըստ ձեր համեստ հաշվարկների, որքան է կազմում մեկ ամբողջ կուրսը, որպեսզի ամբողջ կուրսը անցնեք, համարվեք առողջ եւ կարողանաք երեխա ունենալ։ Անալիզներով ամեն ինչով արժե 500,000 դրամ մոտավորապես։ Այսպիսի ընտանիքներ, ովքեր որ ցանկանում են երեխա ունենալ, բայց որևէ սոցիալապես անապահով խմբի չեն պատկանում, ինչ-ինչ փաստաթղթավորման խնդիրներից ելնելով։ Այսպիսի ընտանիքներին որևէ աջակցություն հասնում է արդյոք մեր պետության կողմից, փոխվել է արդյոք քաղաքականությունը այսպիսի ընտանիքների նկատմամբ, ովքեր պատրաստ են ունենալ առողջ զավակ եւ նվիրել այս պետությանը։ 318 որոշում սահմանված են այն անապահով խմբերը, որոնց տրամադրվում է անվճար, բացարձակ անվճար բուժօգնություն, անապահովության համակարգում, երբ որ գնահատում ենք ընտանիքին, նա ունենում է 30-ից բարձր միավոր։ Ես շատ զարմացած եմ, որ 11 տարի բազմաթիվ տառապանքի ուղիներով է անցել կինը, բայց չի դիմել այն հիմնարար հետազոտությանը, որը բոլոր հարցերին կարող էր պատասխան տալ։ Դա էնդոսկոպիկ միջամտություն է, որը ընդամենը արժի իսկապես 300,000 դրամ, եւ այդ խնդրով ինքը կարող էր իր ախտորոշումը ճշտել։ Հիմա ինքը չունի ախտորոշում։ Սակայն այսօր բազմաթիվ են այն ամուսնական զույգերը, որոնք դիմում են նախարարություն եւ բացառության կարգով հաշվի առնելով ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակը, աշխատավարձի չափը եւ այլը, սովորաբար նման ընտանիքներին ցուցաբերվում է աջակցություն բացառության կարգով, տրվում է ուղեգիր հետազոտման։ Այս տարի արդեն մայիսին 568 որոշմամբ կառավարության սահմանվել է այն խմբի ընտանիքները, որոնք կարող են օգտվել անվճար եւ արտոնյալ պայմաններով հետազոտությունից։ 30 եւ ավելի միավոր ունեցողը լիովին անվճար է հետազոտվում, իսկ մինչեւ 10-ից 30 միավոր ունեցողը ուղղակի գրանցված պետք է լինի այդ փարուստ կոչված համակարգում, նրանք էլ արտոնյալ պայմաններից, այսինքն համավճարի կարգով կարող են հետազոտվել։ Մենք այսօր աշխատում ենք նաև Արագիլ հիմնադրամի հետ համատեղ եւ օգնում ենք նրանց շահառուներին, ովքեր պետք է գնան արդեն արտամամնային բեղմնավորման, իրականացնել հետազոտման փուլը։ Դուք
ձեր բոլոր բժշկական թղթերով, փաստաթղթերով եւ ձեր սոցիալական կարգավիճակը փաստող ինչ որ փաստաթղթերով, աշխատավարձի չափ, եթե չեք աշխատում դրա մասին, այդ ամբողջ փաթեթով ներկայանաք առողջապահության նախարարություն եւ մենք սովորաբար հաշվի առնելով ծնելիության խիստ կարևորությունը մեր երկրում, մենք սովորաբար միշտ փորձում ենք դրական լուծումներ տալ այն ընտանիքներին, որոնք մեծ ցանկություն ունեն երեխա ունենալու։ Ես նաև կուզեի Արմինեի դեպքի մասին մենք խոսենք։ Արմինեն ունի երեխա, ունի հաշմանդամ երեխա եւ ցանկանում է ունենալ եւս մեկը։ Հաստատ ձեր երեխային առողջություն տա, բայց դուք ցանկություն ունեք նաև ունենալու եւս մեկ երեխա եւ դրա հնարավորությունը այս պահին չունեք։ Ինչու՞։ Պատմեք ձեր պատմությունը։ 20 տարեկան է իմ տղան, որը ծնվել է վաղաժամության վտանգով եւ մանկական ուղեղային կաթվածով։ Ես այս 20 տարիների ընթացքում բազում բժիշկների դռներ թակելով հասա պտղաբերության կենտրոն մի 2 տարի առաջ։ Այնտեղ ինձ առաջարկեցին արտամարմնային բղնավորման ինսեմինացիան, որտեղ մենք 4 էտապով, իհարկե շնորհակալ եմ Արագիլ հիմնադրամին, որը աջակցեց այդ չափը։ Դիմեցիք եւ ստացիք։ Այո, բայց ինսեմինացիան ինքը հենց իրենով այնքան թանկ արժե, 4 էտապ ու ամեն մեկը ես շատ թանկ էր։ Մեր փոքրիկ ընտանիքում շատ մեծ գումար էր դա։ Իհարկե մենք սենց ամբողջ կյանքի, չգիտեմ ինչ ասեմ, հավաքած գումարին ինչ որ կարողացանք, մի կերպ այդ էտապից դուրս եկանք ու ապարդյուն, ոչինչ չկա մեզ մոտ։ Հիմա մեր խնդիրը այսպեսին է, պետք է գնալ էկո արտամարմնային բեղնավորման, որտեղ փաստի առաջ ենք ֆինանսի հենց խնդիրը։ Դուք ներգրաված եք անապահովության փարոս համակարգում։ Քանի որ ունենք մեքենա, իսկ մեքենան հարկավոր է իմ հաշմանդամ բալիկին, որպեսզի տեղափոխեմ բժշկական հաստատություններ եւ այլ։ Չգիտեմ ինչ որ ես միշտ այդ օրենքին եմ, չգիտեմ, այդ մեքենա ունենալու խնդիրն է, որ եթե ունեք մեքենա, ուրեմն չեք կարող օգտվել, բայց սա այդ մեքենան իմ երեխային անհրաժեշտություն է։ Ես եթե չեմ սխալվում, ձեր ամուսինը նաև թոշակառու է։ Թոշակառու զինվորական է, փոխգնդապետ, դուրս է եկել ծառայությունից հանում մեր բալիկի, քանի որ տեղափոխում էր եւ այլ, արդեն ես ինքս այդ ամբողջ օքսը ինքը ինքնուրույն չի քայլում։ Այստեղ կրկին նախքան հարց առողջապահության նախարարության ուղղելը անմիջապես ուղղվում է սոցիալական սոցիալնախարարություն եւ փորձում ենք հասկանալ մեքենա ունենալը եւ վստահ եմ որ դա շքեղ մի մեքենա չի, այլ պարզապես փոխադրամիջոց։ Մեքենա ունենալը արդյոք այդքան սարսափելի արատ է, որի պատճառով չի կարելի ընդգրկվել որևէ սոցիալական անապահով խմբում։ Տեսեք, դուք շատ ճիշտ որոշակի գործոններ առանձնացնում եք՝ ամուսին, երեխա, աշխատող, եկամուտ, հաշմանդամ երեխա, այդ ամբողջ բոլոր գործոնները հաշվի առնվելով ընտանիքի անապահովության մակարդակը որոշվում է։ Ես չգիտեմ, եթե դուք դիմել եք կոնկրետ ինքներ այդ փարոսին։ Դե հասկանում Բայց դիմել եք։ Ես չեմ բացառում, որ դիմեք դարձյալ մերժվեք, չեմ ասում, որ դիմեք անպայման կլինի։ Ես այն դեպքը չի, որ կարող ենք բացառիկ որևէ ինչ որ մի աջակցություն ձեզ օրենքի ծողակի տեղեկանալով չենք դիմել, հասկանալով որ ունենք դրան դա է։ Երբ որ գնահատում է այդ համակարգում, նույնպես եմ ասում, օրենսդրությամբ սահմանված չափանիշներից ելնելով շատ բազմագործոն չափանիշներ են, ինքնըստինքյան արդեն գնահատականը ստացվում է։ Այնուհանդերձ գուցե դուք ինքներդ դիմեք եւ ինչ որ մի պատասխան ստացվի։ Գուցե։ Գիտեք, նախ ուզում եմ եւս մեկ անգամ հաղորդման հենց այս հատվածում ձեր շնորհակալություն հայտնել, որովհետեւ դուք այն բազում կանանցից երկուսն եք, ովքեր որ համաձայնեցին գալ տաղավար եւ խոսել այս խնդրի մասին։ Դուք այսօր այդ հերոսությունը ունեցաք եւ տաղավարում պատմեցիք ձեր խնդրի մասին, որպեսզի մենք կարողանանք քիչ թե շատ ճիշտ ուղղություններ ցույց տալով այդ ընտանիքներին փորձել դնել ճիշտ ուղու վրա։ Փորձենք հասկանալ, Լուսի, որպես լրագրող, ունեք արդյոք ուսումնասիրություններ, թե ինչից եւ որտեղից են առաջանում այս հիմնական խնդիրները, որով այսքան շատ տարապում է հայ կինը։ Ես կարծում եմ, որ մեր երկրում շատ լուրջ խնդիր է ախտորոշում կոչվածը։ Այսինքն զույգը կարող է 10-ից 20 տարի միգուցե եւ ավելին դիմել տարբեր բժիշկների, թակել բոլոր բժիշկների դռները եւ ստանալ 10 տարբեր ախտորոշում, հերթով անդրադառնալ այդ ախտորոշումներից ամեն մեկին, ծախսել 100,000-ավոր դրամներ եւ այդպես էլ տեղ չհասնել։ Օրինակ ես ձեզ ուզում եի հարցնել, դուք 10 տարում քանի ախտորոշում եք ստացել, քանի տարբեր բժիշկ ձեզ տարբեր բաներ են ասել։ Հիմա թղթերը իմ մոտ է, բայց բազում։ Ինչ Զմաչյան համաձայն եք։
Ամեն բժիշկ սենց թենենց փորձում է օգնել հիվանդին, պացիենտին։ Ինչը որ վերաբերվում է ախտորոշմանը, հա, իհարկե, որտեղ շատ բարդ դեպքեր են լինում նաև մեր բժշկության մեջ։ Հա, շատ տարբեր ոնց որ ով ինչքան կարող է, ով ինչը որ կարողանում է ախտորոշել, հա, մեկը մի բան է հայտնաբերում, մյուսը մի այլ բան է հայտնաբերում, եւ ամեն մեկը փորձում է իր հերթին օգնել, բուժել մարդկանց։ Հիմա չեմ կարող բոլորի կողմից ասել ով ինչ է ասել, ով ոնց է բուժել, բայց կոնկրետ մեր կենտրոնը, հա, նշվեց արդեն պտղաբերության կենտրոնում եմ ես աշխատում, մեր կենտրոնում մենք այո անպայման շատ լավ հիմնովին հետազոտում ենք զույգին, որտեղ անպտղությունը դա զույգի խնդիր է, որտեղ գալիս են անգամ 5-6-7 տարի անպտղությամբ եւ ամուսինը ոչ մի անգամ սպերմագրամա օրինակ հանձնած չի լինում։ Դրա համար մենք հետազոտում ենք երկուսին իրար հետ, հետո մոտ մի ամիս հետազոտություններից հետո արդեն ախտորոշում է, որ պարզ է լինում, անցնում ենք բուժման մեթոդներին։ Նախ խորհուրդ կտամ բոլոր անպտուղ զույգերին դիմել Երևանում գործող 5 մասնագիտացված խոշոր կենտրոններին, որոնք աշխատում են միջազգային չափանիշներով եւ ստանդարտներով։ Այսինքն հետազոտությունը չեն անի, այս արեցինք, սա մնաց, անում են համալիր կոմպլեքս հետազոտություն եւ վերջնական ախտորոշում են կայացնում։ Ես բոլորովին համաձայն չեմ մեր լրագրող գործընկերոջի հետ։ Հայաստանում 2000 թվականին եղել է 31 եւ 9 տասնորդական անպտղություն։ 15 տարվա ընթացքում մենք կարողացել ենք հասնել 14 եւ 9% տարածվածության։ Եվ սա չի եղել հենց դատարկ տեղը, սա ծանր եւ մեծ աշխատանքի հետևանք է։ Հիմնականը երկրորդային անպտղության, դա փողային անպտղությունն է, դա էնդոկրին համակարգի հետ կապված անպտղությունն է, որը այսօր ենթակա է շտկման։ Մենք ունենք բազմաթիվ լուրջ միջոցներ, մասնավորապես էնդոսկոպիկ վիրաբուժությունը, լապարասկոպիա, հիստերոսկոպիա, որը վերացնում է անատոմիական բոլոր խոչընդոտները։ Հորմոնալ խանգարումների դեպքում, երբ կինը ունի ձվազատում, դրա ճարնել կա, ինչպես ասում են, մենք անում ենք հորմոնալ միջոցներով շտկում։ Կա պատճառներ կապված տղամարդու հետ, տղամարդու ամլություն։ Այս դեպքում բնական ճանապարհով կինը կարող է չհղիանալ, բայց իր ամուսնուց կարող է հղիանալ արհեստական ինսեմինացիայի սերմնավորման ճանապարհով։ Վերցվում է սպերմա, մշակվում է հատուկ տեխնոլոգիայով եւ ներարկվում է կնոջը։ Եվ վերջապես ամենավատագույն դեպքում, երբ անհնարին է վերացնել պատճառը կամ մենք պատճառը չենք կարողանում հայտնաբերել, կոչվում է իդիոպաթիկ անպտղություն, այս դեպքում դիմում ենք արտամարմնային բեղմնավորման։ Այստեղ էլ կան բավականին մեծ, կարելի ասել, նորաճումներ։ Ամեն տարի Հայաստանում մոտ 1000 երեխա ծնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ։ Այն բոլոր 4 դեպքերը, որ նշեցիք, կարծում եմ, որ յուրաքանչյուր կին դրանով անցել է եւ տեղյակ է ու գիտի։ Այլ հարց է դրա արժեքը եւ պետական հոգացությունը այս 4 դեպքերում աջակցություն ցուցաբերելու համար։ Եթե թույլ տաք լույսին մեկը։ Ասած, որ ես բազմաթիվ տարիների ընթացքում գումարներ եմ ծախսել։ Ինքը ընդհանրապես, եթե փողային չբերություն է, ընդհանրապես պետք է 300 չգիտի փողային չբերություն։ Ինքը ասեց, որ բժիշկները ասեց, բայց հարցականին տակ։ Ես ասեց, չէ, ասեց պիտի հետազոտություն են արել դեպքում։ Ասեց կասկածում եմ, ես վստահ չեմ։ Այդ անլուրջ հետազոտությունների մասին է խոսում։ Բժշկական մոտեցումների։ Մենք հաղորդումից հետո եթե թույլ կտաք, մենք կծանոթանանք ձեր դեպքին եւ կտեսնենք պատճառները ու պայմանները։ Ես ուղղակի բացի բժիշկներից եւ այդ ախտորոշում կոչվածից կուզեի նաեւ զույգերին անդրադառնալ, դա եւս իմ դիտարկումների մեջ է մտնում։ Զույգերը այ շատ ճիշտ նշեցիք, ի սկզբանե, այսպես ապրիորի մտածում եմ, որ չբերե կինը։ Գնում է հետազոտվում է կինը, տարիներ շարունակ, բարեկամները միայն կնոջ անպտղությամբ են զբաղվում եւ վերջում անցել է արդեն 10 տարի, մի հատ բերեք տղամարդուն էլ ստուգենք, բարձվում է տղամարդուց էր եւ չնայած այստեղ էլ բժիշկը պետք է հարցնի, իսկ ամուսինը ստուգվել է։ Ճզմաճանը շատ լավ նշեց այս մասին։ Ոնց պտտվում են վերջում ես եւ հետազոտություն նշանակողը եւ ստուգողը բժիշկն է։ Հետազոտել ամուսնական զույգին պայման
ուրեմն պետք է հետազոտման ոչ ոք չի սկսում հետազոտման մյուս էտապները եւ որովհետեւ զույգը չեմ ուզում այսպես տգետ ասել, բայց չգիտի, ուղղակի չիմացության պատճառով նա չգիտի բժշկությունը ինչ է պետք։ Ասենք ձեզ հիմա շատ է փոխվել վարքագիծը, գալիս են զույգերով։ Ես առաջարկում եմ նաև հիմա մենք գիտենք տեսանյութը, որը պատրաստել է Սոսե Բաղդասարյանը, մի քանի կնոջ մասին կպատմի մեր տեսանյութը, ովքեր որ փորձել են եւ հաղթահարել են այս մեծ խնդիրը ու արդեն սպասում են կամ արդեն ունեն բալիկ։ Երեխեք հրեշտակներ են, վերևում հերթով սպասում են, որ ընտրեն գան իրենց մամաների, պապաների մոտ։ Ու քանի որ մրցակցությունը շատ բարդ է ու լուրջ, պետքա այդ մամաներն ու պապաների ընտանիքները պետքա շատ սիրով լինեն։ Հան գալիս են սիրով ընտանիքներ երեխեքը ու նրանց հետաքրքիր բանը այն ընտանիքները, որտեղ որ առանց երեխու ամեն ընտանիք չկա, չէ՞, առանց երեխայի ապրի, մարդիկ մի տարի, մի քանի ամիս հետո ասում են երեխա չկա, վերջ։ Ասենք իրոք սիրող մարդիկ կարան նաև առանց երեխայի երկար ապրեն, էլի։ Օֆելիան ամուսնացել է 7 տարի առաջ, բայց մայրության ջերմությունը սկսել է զգալ միայն 5 տարի անց։ Չհվիանալու պատճառների մասին հիշելու ցանկություն չունի։ Փոխարենը հիշում է, որ երբեք չի կասկածել, որ մի օր իր երեխային է գրկելու։ Բժիշկները վստահ էին, որ գուցե ուշ, բայց անպայման կմայրանա։ Գնացինք արդեն սոնոգրաֆիստ ասում են։ Ձեր երեխայի սիրտը աշխատում, բաբախում է։ Դե արդեն քանի 7 շաբաթական։ Դե որ սառած ասել, ինչ երեխայի սիրտ բաբախել։ Սա ձեր որ հղիությունն է, մտածում անտարբեր եմ, ասում առաջի, նոր եք ամուսնացել, չէ 6 տարի առաջ։ Բա ինչի ուրախ չեք։ Ուրախ եմ, որ սառ է մնացել։ Առաջնեկին Սամվել են անվանակոչել, նշանակում է Աստված տվեց։ Սամվելը Օֆելիայի ընտանիքի միակ պարգևը չէր, 2 տարի անց ծնվեց Վանեսան։ Վանեսկա, պրինցեսկա, դու լավ ես ազիզ։ Բոլոր հուսահատ ընտանիքներին Օֆելիան այսօր իր օրինակով ամեն առիթով սոցիալական ցանցերում ու շրջապատում վստահեցնում է, որ բժշկության մեջ անհնար գրեթե ոչինչ չկա, միայն պետք է հավատալ ու սպասել։ Բժիշկը ասում է գլուխներդ բուժեք, գլուխներդ։ Այսինքն մտքի հետ է էլի խնդիրը, միտքը։ Հենց սկսեցիր վախենալ, որ չի լինի, սկսում է չլինել։ Ինչ վայրի չի վախենալ, չվախենալ։ Արուստն ամուսնացել է 4 տարի առաջ, դեղեր, գումարներ ու անվերջ թվացող բժշկական ստուգումներ, բայց 4 տարիներն անցան, ու այսօր նա 2 ամսական վահան ունի։ Բազմաթիվ փորձերից, անհաջող փորձերից հետո թվում է, թե պետք է հուսահատվել, թվում է, թե պետք է հետ կանգնել եւ բնության տված այդ ուժը, այդ կարողությունը ասել, որ ոչ, մենք դեմ ենք, չենք ուզում, էլ պետք չի, բայց անշուշտ բնությունը ավելի ուժեղ է գտնվում մեզանից եւ բնությունը ավելի զորեղ գտնվեց։ Բոլորը մեզ օգնում էին, բայց միևնույն ժամանակ իրենց հարցերով ավելի շատ խանգարում էին, թե նորություն, բոլորը սպասում էին, անշուշտ դա եւ խանգարում էր եւ օգնում էր եւ ուզում եմ կոչ անել բոլորին, ովքեր որ ուզում են օգնել նրանց, բոլոր նրանց, ովքեր որ երեխա դեռ չունեն, անընդհատ չհարցնեն, անընդհատ կողքից չհետաքրքրվեն, եթե այդ նորությունը լինի, իրենք անպայման կասեն առաջինը։ Արուսը ֆիզիկապես, հոգեպես ու ֆինանսապես դժվար ճանապարհ է անցել մայրանալու համար։ Ընդհանուր մի 3 միլիոն դրամի ծախս եղավ։ Իհարկե 3 միլիոն եւ 13 եւ 23 արժեր այդ ամենը, որպեսզի հիմա մենք լսենք այս ձայները։ Առողջապահության նախարարության տվյալներով այս տարի Հայաստանում ծնելիության նվազում է գրանցվել։ Դա կապված է ամուսնությունների թվի նվազման եւ վերարտադրողական տարիքում գտնվող կանանց ու տղամարդկանց առողջական խնդիրների հետ։ Մենք այսօր ունենք իսկապես լուրջ հաջողություններ անպտղության հիմնախնդրի հաղթահարման համար։ Դրանք եւ օժանդակ տեխնոլոգիաներն են եւ ժամանակակից մեթոդներն են, որոնք ներ են դրված։ Ուղղակի կանայք չպետք է հուսահատվեն, դիմեն եւ սոցիալական ապահովության նախարարություն, եւ առողջապահության նախարարություն, եւ իրանց համայնքներին, որպեսզի իրենց աջակցեն հետազոտման եւ բուժման այդ ամբողջ գործընթացը անցնելու համար։ Ես համաձայն եմ։ Առողջապահության նախարարության մասով
Ինչու այնուամենայնիվ կա տարածված այն կարծիքը, որ եթե արտերկիր դիմեն, շատ ավելի լավ կլինի։ Ես դες կարող եմ հակառակն ասել, որ տարբեր երկրներից եւ ԱՊՀ նախկին եւ անգամ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից գալիս են Հայաստան, օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից, որտեղ դա շատ ավելի էժան է։ Այո, այնտեղ շատ թանկ է այդ տեխնոլոգիաները, այդ բուժումները եւ իրան գալիս են մեզ մոտ, այստեղ բուժվում են, հղիանում են եւ նորից վերադառնում են։ Մեր տաղավարում Կամիկին, ով երկար տառապանքներից հետո վերջապես մայրացավ, երջանկացավ, ձեզ շնորհավորում եմ առաջին հերթին, առողջ բարիք լինի։ Ինչ ճանապարհ դուք անցաք եւ ինչպես հաջողվեց հաղթահարել այս մեծ խնդիրը։ Մենք էլ ենք շատ բժիշկների դիմել, սակայն եղել է դեպքեր, որ մենակ ինձ են ստուգել, բայց տենց մենք էլ ենք կիսատ թողել, ինչպես մեր հյուրը ասեց, բազում անգամներ, սակայն գումարի պատճառով, գումարի բացակայության պատճառով, թե հավատի պակասի։ Հիասթափություն, գումարի պատճառով եւ այդպես մի վնասիր հաղորդումով տեսել ենք Էդուարդ Մարտինովիչին եւ Ռոզանա Արամովնային, իրենք մեր բժիշկներն են, իրենց ջանքերի շնորհիվ իրենք հետազոտեցին եւ ինձ եւ ամուսնուս, հիմա ունենք արդյունք, անգամ զույգ բալիկ ենք ունենալու, բազմաթիվ հետազոտություններից հետո բարի գալուստ մաղթենք եւ անցնենք առաջ։ Շնորհակալություն իրենց շատ։ Ծափարություններ այս հայրոց կնոջը ԱՊՀ երկրներից Հայաստանը եզակի երկրներից է, որը 15 տարեկան աղջիկների եւ տղաների համալիր հետազոտություն է իրականացնում պետպատվերի շրջանակներում, հայտնաբերում է ախտաբանությունները, փորձում է վերացնել, որպեսզի մենք ունենանք պոտենցիալ առողջ վերարտադրող տարիքի կին եւ տղամարդ։ Երկրորդ կարևոր խնդիրը, ես որ ուզում եմ նշել, դա աբորտների անվտանգության բարձրացումն է եւ կանխարգելումը։ Բարեբախտաբար այսօր մեր երիտասարդ կանայք հազվադեպ են դիմում աբորտի, որովհետեւ ունեն ավելի գրագետ, սեռական վարքագիծ, կարող են պաշտպանվել անցանկալի հղիությունից եւ սեռավարակներից։ Բացարձակ համաձայն։ Մեզ մոտ սեքսը ազատականացում ստացել է, բայց գրագետ պաշտպանվել, աբորտի չհասնել եւ այլն, դրանք այսպես շատ ցածր մակարդակի վրա կարող եմ համաձայնվել, սեռական կրթությունը դպրոցում կարիք ունի բարելավման, բայց այն որ փոխվել է մեր կանանց սեռական վերաբերմու վարքագիծը իրենց եւ իրենց պաշտպանելու հնարավորության միջոցների իմացությունը, սա ցույց է տալիս մեր այլ ընտրանքային առողջապահական ժողովրդական հետազոտությունների արդյունքները։ Յուրաքանչյուր փոփոխություններ կան, բայց գիտեք ինչ, կանանց իմացությունը հակաբեղմնավորիչ միջոցների մոտենում է 100-ի։ Չի դուք ձեր կարծիքն եք ասում, իսկ ես փաստեր եմ բերում, կարծիք են տանում։ Ամեն երկրորդ օրը ես լսում եմ ինչպես որևէ մանկահասակ աղջիկ 18-ից 22 տարեկան շրջանակներում առաջին պտուղ է հեռացնում։ Այդ որտեղ եք լսում, կարելի է շրջապատում եւ ամեն օր։ Շրջապատում այդ բոլորը այդպիսի աղջիկներ են։ Մենք Հայաստանում նման իրավիճակ չունենք։ Ես խոսում եմ փաստերով, ես խոսում եմ ժողովրդական թվեր եք ներկայացնում, բայց այդպես չի, առողջապահական, վերցրեք երեխաները մեծանում դառնում են 15 տարեկան, վերցրեք կատարված հետազոտության արդյունքները, որը ես չեմ արել, այլ արել է միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն 3 անգամ, 4-րդը արվելու է 2015 թվականին, ուրիշ փաստեր կան այնտեղ։ Եթե 2000 թվականին մի կնոջ ընկել է 26 աբորտ, 2010 թվականին 0.8 աբորտ։ Իջեցել է աբորտների թիվը, թե չի իջել։ Միանշանակ իջել է։ Կարծիքն եք ասում, որպես լրագրող, որպեսզի լինի սենսացիա։ Բայց ես ասում եմ փաստեր։ Ես ասում եմ փաստեր եւ ես պատասխանատու եմ իմ վերած փաստերի համար։ Իսկ դուք չեք կարող ինձ ցույց տալ, որ ձեր շրջապատում ամեն երկրորդ աղջիկ 18-22 տարեկան աբորտ է արել։ Առաջին երեխան չեք կարող ցույց տալ, որտեղ նման բան չկա։ Դա ձեր ուղակի տպավորությունն է եւ ձեր կարծիքը։ Քանի որ ընդհանուր լավ, Տիկին Ավագյան, ես առաջարկում չեմ ռոբոկվել, բայց մի կարևոր հարց կա։ Շատ դեպքերում Դե իհարկե դուք ավելի ազգի նկարագրի մասին եք խոսքը։ Ես ասում եմ, որ տեղյակ չեն, տեղեկացված չեն։ Տիկին Ավագյան, աղջիկն է անում աբորտ միջև ամուսնանալ, ամեն երկրորդ։ Ամեն երկրորդ։
Տիկին Ավագյան, դուք խոսում եք ընդհանուր թվերի մասին, որոնք տարեստարի բարելավում են, սրա մասին խոսք չկա, սա փաստում են բոլորը։ Բայց կան իհարկե դեպքեր, եւ ընդ որում անգրագետ դեպքերը ցավոք դեռևս կան։ Անգրագետ, ես հենց դա եմ ասում։ Եթե իրենք ուղղակի 7 տարեկանից ստանային ճիշտ սեռական դաստիարակություն, սեռական դաստիարակությունը միայն սեքսի մասին գիտելիքը չէ, սեփական սեռի առողջության վերաբերյալ լավ գիտելիքներ ստանային, ես կարծում եմ, որ իրենք տեղյակ կլինեն անդրադառնալով իրականացնում է կենսական հմտություններ առարկայի ուսուցումը։ Ես դրան եմ անդրադարձել, դպրոց են գնում եւ օգտվում են այդ դասագրքից, հրաշալի դասագրք է եւ պարտադիր չի թե ով է դասավանդում։ Չեն անցնում։ Ես դրա մասին ուղղել եմ արել։ Ես այդ դասագիրքն եմ ուսումնասիրել։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ուղղակի չեն անցկացնում։ Ասել որ կա լավ դասագիր եւ թող կարդան, սա դեռ քիչ է։ Չմոռանանք նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին, այսօր գրեթե յուրաքանչյուր ընտանիքի հասանելի է ինտերնետ, սա նույնպես փաստ ենք, սակայն այդ ինտերնետում ինչին կհանդիպեն մեր երեխաները, սա արդեն բոլորովին երկրորդ հարցն է եւ հենց այստեղ է որ ոչ միայն կիսագրագետ կմնան, այլ սխալ դաստիարակություն կստանան անմիջապես այդ նույն ինտերնետից, այսինքն թողնել ինչ-որ մեկի վրա չի կարելի, այստեղ համակարգային լուծում է պետք եւ ամենակարևորը մենտալիտետի փոխում այս հարցում։ Հիմա երկրորդ խնդրին անդրադառնանք, որ պետք է ի սկզբանե փորձել զբաղվել դաստիարակությամբ։ Ես ինքս կին եմ, ես ունեմ նորածին աղջիկ, շատ մեծ թյուրիմացություն է կարծել, որ ես իմ սեռը եւ մյուս աղջիկներին չեմ սիրում։ Ես հենց էտա շատ սիրելով ցանկանում եմ, որ իրենք ունենան ճիշտ դաստիարակություն սկսած 7 տարեկանից, մեծ նորմալ պատկերացում իրենց սեռի եւ օրգանիզմի վերաբերյալ եւ հետո սեռահասուն տարիքում չգործեն ուղղակի սխալներ։ Իսկ որ աբորտներ եւ հատկապես սեռի խտրականության վրա աբորտներ կան, դա ուղղակի չգիտեմ, հերքելը Իդեպ եւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուշադրություն դարձեց Հայաստանին, երբ սկսեցին հասկանալ, որ երկրորդ հղիությունն է հիմնականում ընդհատվում, քանի որ առաջինը քիչ թե շատ ցանկալի է սպասում են, գոնե ոչինչ համակերպվում են, բայց երբ երկրորդն է լինում աղջիկ, այստեղ արդեն լուրջ ահազանգ դարձավ եւ այդ ահազանգը ստիպեց բոլորին միանգամից անդրադառնալ այս խնդրին։ Հիմնական պատճառները 3-ն են։ Առաջինը փոքր թվով երեխաներ ունենալու միտումը, որտեղ եթե մարդը ունեն 1-2 երեխա, ուզում է անպայման տարբեր սեռերի ունենա։ Երկրորդ խնդիրը իսկապես հայ հասարակության մեջ տղա երեխայի նախապատվությունն է։ Ինչու է այդպես։ Ես չեմ կարող դրան բացատրություն տալ։ Դա շատ հոգեբանական, շատ ավանդույթային խնդիր է, որ ընտանիքը պետք է ունենա առուզավակ, ծուխը շարունակի, ազգանուն կրի եւ այլն։ Բոլորը հոգեբանական բնույթի խնդիրներ են։ Եվ երրորդը դա տեխնոլոգիաների ներմուծումներ, մասնավորապես էխոսկոպիան, որը թույլ է տալիս 11-12 շաբաթականում որոշել սեռը, եւ քանի որ կինը ընտանիքը իրավունք ունի ընդհատելու հղիությունը, դա օրենքով նախատեսված է, իրենք ընդհատում են։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է բոլորս միասին այդ խնդրի շուրջը խոսենք եւ պայքարենք։ Բոլորս մեր ընտանիքներում, մեր շրջապատում, այն կինը, որը ուզում է անել պտղի սեռով պայմանավորված ապորտ, դա մեր հարցն է, մեր քույրն է, մեր ընկերուհին է, մեր հարևանն է, մեր ազգականն է։ Եկեք բռնենք իրենց ձեռքերը։ Հիմա մենք արել ենք մարդու վերարտադրողական առողջություն եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություն, որով սահմանվել է, արգելվում է պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը եւ բոլոր կանայք սահմանագրված է օրենքով։ Արդեն ազգային ժողովում է կառավարությունը հավանության է արժանացրել ազգային ժողովում, ես հույսով եմ, որ այն կհաստատվի։ Եվ շատ կարևոր մի դրույթ ենք մտցրել բոլոր հղիության արհեստական ընդհատումների դեպքում կնոջը եւ ընտանիքին տրվում է 3 օր ժամանակ։ Առաջին անգամ դիմելուց մենք աբորտ չենք անելու այլևս։ Տրվում է 3 օր ժամանակ եւ կնոջը այդ 3 օրվա ընթացքում մենք պետք է փորձենք համոզել, ցույց տալ այդ պտղին, որը զարգանում է իր օրգանիզմում եւ շատ առողջ ու լավ պտուղ է։ Հիմա անդրադառնանք աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարությանը, տեսեք, այնուամենայնիվ դեռևս կա կարծրատիպ, որ մենք չենք ընդգրկվի այս կամ այն խմբում։ Չմոռանանք, որ մեծ թիվ են կազմում այն ընտանիքները, ովքեր որ միմիայն ֆինանսական եւ սոցիալական խնդիրների պատճառով անգամ չեն կարողանում իրենց մտքով անցկացնել սկսել այս տեսակի բուժումը։
Ինչ խորհուրդ կտաք այդ տեսակ ընտանիքներին, ովքեր չունեն սոցիալական կարգավիճակ, հատուկ կարգավիճակ, որպեսզի կարողանան օգտվել այս կամ այն արտոնություններից, իսկ արտոնություններից հետո նոր միայն մտածեն առողջական խնդիրների մասին։ Պետական աջակցությունը պիտի միակողմանի միաձև չլինի։ Այն պիտի լինի համալիր եւ բազմափուլ։ Այսինքն եթե մենք միայն այսօր աջակցենք երեխայի ծնվելուն եւ ձեռքներս լվանանք մի կողմ գնանք, կարելի ասել մենք ոչինչ չարեցինք։ Պետական աջակցությունը միայն ֆինանս չէ։ Պետական աջակցությունը բազմաձև է։ Եվ ընդհանրապես մեր պետական աջակցությունը ուղղվածությունը սկսում է կամաց փոխել ֆինանսական հոսքից դեպի ծառայությունների մատուցումը, գնահատել քաղաքացու կարիքը եւ այդ կարիքը փորձել բավարարել, կարիքի խնդիրը լուծել, ոչ թե պարզապես գումար տալ։ Վերջին հաշվով եթե Փարոս համակարգով այսօր 20-30-40 հազար փող ենք ստանում ամսական, հասկանում ենք, որ դրանով խնդիր չի լուծի։ Ավելի լավ է գնահատել, թե ինչ կարիք ունի ընտանիքը եւ փորձել ծառայություն մատուցելու միջոցով կարողանալ կարիքը լուծել։ Հիմա կոնկրետ այս դեպքին եմ անդրադառնում։ Կան հաշվանդամ ընտանիքներ կան, որ մեկ երեխայից հետո չեն կարողանում երկրորդը, որովհետեւ այդ պատճառներով ես ցած ներկայացրեցի մեքենա ունեն, տուն ունեն եւ այդ ամեն ինչը պետք է վերանայել, խնդրում եմ, ուղղակի այդ հարցը իրոք շատ գլոբալ է։ Հավատացեք, մենք էլ ենք տեսնում, որ այդ կանոնները կատարյալ չեն։ Պարզապես նաև ընդունենք այն, որ մարդկային հարաբերությունները առավել եւս Հայաստանում այնքան բազմաբնույթ են ու լատենտ վիճակներ են, որ չես էլ մտքովդ անցկացնում կարող է սա էլ լինել։ Դրա համար դրանից մենք այս ցակած արդեն մեր փորձից ելնելով ներկայումս այո աշխատանքներ են տարվում, որպեսզի գնահատման չափանիշները որակական փոփոխություն կրեն, բայց այն ինչ որ դուք ասում եք մեքենա եւ այլն, ուրեմն այդ անապահովությունը գնահատում որոշակի գործոնները յուրաքանչյուր գործոնին որոշակի կշիռ տալով Եվ այդ համալիր է որոշվում։ Կարող եք ինձ ընդառաջել, բայց ես ձեզ ասում եմ, որ իմ նման բազում ընտանիքներ մեկ երեխայից հետո չեն կարողանում, բայց մեր այսօր օրենքը հայտարարում է, որ հաշմանդամ երեխաներին չենք հանձնում, չենք տալիս։ Մենք մեր խնդրով մայրը չի աշխատում։ Հայրը այսօրվա շատ չնչին աշխատավարձով տանն էլ հաշմանդամ, մի հատ էլ երկրորդ երեխա։ Մի բան է օրինակ հաշմանդամություն ունեցող խմբին աջակցելը, մի բանը ծնելիության խթանումը, որն այսօր ազգային անվտանգության խնդիր է դառնում մեզ համար։ Հստակ պատասխանը տրվում է հետևյալ կերպ։ Յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր դեպք, այդ միակ դեպքն է։ Մյուս ընտանիքը դրան նման չի, որտեղ այնտեղ հաստատ ինչ որ բան ավել կամ պակաս կլինի։ Այնտեղ մի տատիկ պապիկ ավել պակաս եւ այլն։ Ամեն ընտանիքի դեպք քննարկվում է առանցին։ Եթե ունեք այդ խնդիրը անապահովության համակարգում հաշվառվելու, ինքներդ դիմեք, ներկայացրեք պահանջող փաստաթղթերը եւ թող գնահատեն ձեր Հաշվի առնելով, որ 30 անապահովության բալ ունեցողների թիվը քիչ է, մենք դարձրել ենք մեր այդ ծրագրում արտոնյալ պայմաններով 10 եւ ավելի միավոր ունեցող ընտանիքներին եւս ցուցաբերել անպտղության կապակցությամբ հետազոտում եւ բուժում 10 եւ միավոր, իսկ այդ միավոր ունենալը շատ ավելի կարծում եմ դուք կարող եք հավակնել եւ ստանալ այդ միավորը։ Մյուսը, դուք ունեք բազմաթիվ խնդիրներ ընտանիքում, որը ձեզ արտոնություններ կարող է տալ, հաշմանդամ երեխա, զինվորական ծառայության մեջ գտնվող մարդ, ինքը կարող է դիմել մեզ եւ միաժամանակ սոցիալական ապահովության։ Մենք կփորձենք իր առողջական խնդիրների հարցը լուծել, սոցիալական ապահովությունը, չգիտեմ, միավորների հարց կլուծի թե չի լուծի, բայց ինքը ունի արդեն ինչպես ասեմ, գործոններ, որոնք բացառության կարգով իրեն թույլ կտան օգտվելու անվճար բուժօգնությունից։ Ես առաջարկում եմ մենք դիտենք, թե այլ երկրներում ինչ խնդիրներ կան եւ ինչպես են խթանվում ծնելիությունը։ Աշխարհում շուրջ 80 միլիոն մարդ տառապում է անպտղությամբ եւ նրանց մեծամասնությունն ապրում է զարգացող երկրներում։ Այսպիսին են առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Տղամարդկանց 7%-ն ամուլ է եւ նրանց թիվը գնալով մեծանում է։ Անպտղության բուժման արդյունավետությունը 30-ից 40% է։ Դա համարվում է ցածր ցուցանիշ։ Պատճառը ուշ ախտորոշումն է։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հրապարակած զեկույցի համաձայն, եթե ամբողջ աշխարհում բավարարվի բեղմնանկախման միջոցների պահանջարկը, ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով։ Հղիության արհեստական ընդհատումներն են հետագայում բերում անպտղության, վաղաժամ ծննդաբերության եւ վիժումների։ Զեկույցում նշված է, որ կանանց անպտղության պատճառը մեծամասամբ հենց աբորտների հետևանք է։ Ռուսաստանի Դաշնությունում ներարգանդային պարույրների ու հավերի գործածությունը 74%-ով աճել է եւ արդյունքում աբորտների թիվը կրճատվել է 61%-ով։ Ռուսաստանի առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ սա է ծնելիության կարգավորման հիմնական միջոցը։
Թուրքիայում բեղմնականխման միջոցների տարածումը նույնպես մեծ դեր է խաղացել։ Այսօր Թուրքիան համարվում է տարածաշրջանի բնակչության աճի հիմնական շարժիչներից մեկը։ Իսկ Հնդկաստանի ժողովրդագրության տվյալներն ասում են, որ վերջին տարիներին ծնելիությունն անկում է ապրում։ Մի կինն ունենում է մինչև 2 երեխա։ Անպտուղ զույգերի 60%-ի դեպքում պատճառը տղամարդու առողջությունն է։ Դեռևս 1990-ից 2000-ական թվականներին Իրանում կառավարության մի շարք ծրագրերի շնորհիվ ծնելիության ցուցանիշը սկսեց աճել։ Արդյունքում Իրանն այսօր համարվում է ամենաերիտասարդ բնակչություն ունեցող երկրներից մեկը։ Բայց այնուամենայնիվ Իրանում վերարտադրողական տարիքում գտնվողների 40%-ն անպտղության խնդիր ունի, իսկ կառավարությունը ծնելիությունը խթանող ծրագրեր չունի։ Մենք հուսանք, որ միգուցե պետական աջակցությամբ, միգուցե այլ միջոցներով համենայն դեպս դուք հաջորդ տարի հնարավորություն կունենաք նստելու այնտեղ եւ ձեր ընտանիքում կլսվի երեխայի ճիչ։ Իսկ բոլոր այն ընտանիքները, ովքեր որ փորձում են մայրանալ, փորձում են ունենալ երեխա եւ առայժմ դա չի ստացվում, թող հիշեն, որ միշտ աշխարհի ծայրում ինչ որ միտեղ կա մի երեխա, որն ուզում է գոռալ մամա կամ պապա։ Սա նույնպես հնարավոր է, եթե բոլոր հույսերն արդեն հավատված են, ճիք են դարձել ձեր ընտանիքում, միշտ հիշեք այդ մասին, որ աշխարհի մի ծայրում մի երեխա սպասում է ձեր ընտանիքում հյուրընկալվելուն։ Կհանդիպենք։